2024 թվականի կտրվածքով արգրավել է կամ կամավոր հանձնվել է 1579 միավոր հրազեն, որը 10.7%-ով ավելին է նախորդ տարվա արգրավված ցուցանիշի համադրությամբ։ Այսինքն այս խմբաքանակով ապօրինի պահվող զենք զինամթերք դուրս է բերվել ըստ էության շրջանառությունից։ Ճանապարհատրանսպորտային պատահարները մեր այն ուղղություններից են, որոնք որ կարիք ունեն ել ավելի մեծ ուշադրության, ել ավելի մեծ ջանքի եւ բարեկային ծառայությունը այս տեսանկյունից հատուկ կենտրոնացում է ունեցել թեմայի ուղղությամբ եւ ըստ այդմ 24 թվականին 23 թվականի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, զոհերինը 45-ով, վիրավորներինը 421-ով եւ սա այն պայմաններում, երբ որ արդեն իսկ գրեթե միլիոնի հասնող տրանսպորտային միջոցներ ունենք հաշվառված Հայաստանի Հանրապետության տարածքում։ Չէի ցանկանա նորից անդրադառնալ ոստիկանության նկատմամբ վստահության ցուցիչներին, որովհետև բազմիցս եմ այս մասին բարձրաձայնել եւ պիտի ասեմ, որ գոհունակության ցուցանիշի պարբերական վերանայում եւ լավարկում ունենք ոստիկանության նկատմամբ։ Սա մեզ լրացուցիչ խթան է տալիս շարունակելու այս ուղղությամբ աշխատանքները եւ ել ավելի ամրապնդելու այս ցուցանիշը մեր հանրության կողմից իրականացվող սոցիալական հարցումների եւ դրսեւորած նաեւ գնահատականի շրջանակներում։ Գործընկերներ բնականաբար նախարարության մանդատի շրջանակներում է գտնվում նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտը եւս փրկարար ծառայության նաև աշխատանքի տեսանկյունից եւ 2024 թվականի կտրվածքով բնականաբար շարունակվել են աշխատանքները, համատեղ առիթներ են ունեցել դիտարկելու նաև Լոռու եւ Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրների լուծման աշխատանքներին, փրկարար ծառայության արձագանքի վերանայված նաև մոտեցումներին եւ այն բոլոր ռազմավարական նոր, այսպես ասեմ, դրսևորումներին եւ մեթոդներին, որոնք որ կառավարությունը որդեգրել է արդեն 23-30 թվականների նոր ռազմավարության շրջանակներում։ Պիտի նշեմ, որ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր լանդշաֆտային իրավիճակը, անտառային տնտեսությունների ընդհանուր իրավիճակը մեզ շեշտադրում է հատկապես անտառային հրդեհների կանխարգելման ուղղության վրա է եղել եւ զգալի աշխատանքներ են այս տեսանկյունից կատարվել, ինչի արդյունքում 24 թվականի կտրվածքով նվազել են 41%-ով հրդեհների դեպքերը անտառների մասով։ Իհարկե, մի շարք վիճակագրական տվյալներ եւս կան, որոնք որ զետեղված են եղել կառավարության ծրագրի կատարողականի շրջանակներում, հարցերի դեպքում դրանց ավելի մանրամասն կանդրադառնամ, բայց ես նշեմ, որ արդեն իսկ հասցրել են գծագրել փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգն արդեն իսկ հավանության է արժանացել կառավարության կողմից եւ մենք հետեւողականորեն շարունակելու ենք այդ հայեցակարգից բխող բոլոր գործողությունների